Սիրելի հեռուստադիտողներ, առողջ ապրելակերպն է մեր եթերում եւ այսօրվա իմ հյուրն է Մանոն, ողջույն Մանո։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք շատերի սիրած եւ շատ ցավոտ թեմայի մասին, խոսենք քաղցրի հանդեպ այդ թուլությունից եւ առհասարակ քաղցրի հանդեպ ձգողությունից, հատկապես երեկոյան ժամերին։ Եկեք քննարկենք ինչու այդքան կարեւոր։ Քաղցրի հանդեպ ցանկությունը շատ տարածված է շատերի մոտ օրվա ավարտին, երբ որ միգուցե ստրեսային է եղել, հոգնածություն կա, չգիտեմ, դուք ինչ կասեք, եթե նկատել եք մարզվողների մոտ, հատկապես երեկոյան ժամերին բողոքում են, որ ունեն քաղցրի հանդեպ այդպես ինչ ասեն, կախվածություն։ Նայեք, առաջերտին այո, իմ մոտ ինչ որ ասում են սովորություն, ես ասում եմ կախվածություն։ Եթե սովորություն է դու կարա իրան թողեիր։ Այո։ Դու կախված ես իրանից։ Կախվածությունն է կարող են ցանկության դեպքում համաձայն։ Չէ, որ բժշկորեն են ինձ սկսում բացատրել, ասում են սովորություն, ես ասում եմ չէ, կախվածություն։ Եթե սովորություն է դու կթողեր սովորությունը։ Okay, հետո անցնենք հաջորդին։ Եթե կոնկրետ խոսում ենք մենակ քիմիկ գիշերվա մասին, այսինքն գիշերն է իր մոտ առաջանում ցանկությունը, դա գիտեք ինչ է նշանակում, ամբողջ օրը սխալ է եղել։ Քո նախաճաշը դա սխալ է եղել։ Օրդ վատ է գնացել անհաջող իմաստով, չէ, նախաճաշը սխալ է եղել։ Նախաճաշը սխալ է եղել։ Այնտեղից կարանք սկսենք։ Կհիմնավորեք դուք սիրում եք հիմնավորել։ Այսինքն դուք նախաճաշը սկսել եք քաղցրով։ Չգիտեմ, մի հատ կրուասան եք վերցրել, մի հատ ինչ եք վերցրել, քաղցր եք գերել։ Շոկոլադ, միգուցե սուրճի հետ։ Ամբողջ օրը ձեր մարմինը պահանջելու է քաղցր։ Ինչպես սկսեցիր, այդպես էլ պիտի եզրափակես, հա։ Անընդհատ, որովհետև ինսուլինը դադանվելու է, հելնի իշտու, քեզից արագ միշտ քաղցր պահանջի։ Երկրորդը, եթե գիշերը մենք լավ չենք քնել, գիշերը քիչ ենք քնել, ճիշտ ժամին չենք քնել, քնից չենք կշտացել, մեր մարմինը ամբողջ օրը քաղցր է ուզում։ Մարդիկ նաև խառնում են ջրի հետ, այսինքն ջուր չենք խմել, ելի մեր մարմինը պահանջելու է քաղցր։ Ամենակարևորը երեկոյան այդ բահավոր լինում է։ Ուրեմն գիտեք ինչ դա, երբ որ սկսում ենք երկար մնալ, չքնել։ Եվ որ մենք չենք քնում, Քեզ գիշերից ինչքան ուշանում ենք, այնքան շոկոլադի պահանջը շատանում է։ Ինչ որ մի բան դնենք բերաններս, բզբզանք։ Իսկ ինչ որ մի բան է սովորաբար դա ինչ որ քաղցր ուտենք։ Ապրեք, գարանի քաղցրը, մարդիկ կա, չգիտեմ, չիպսի հանդեպ կախվածություն են, մարդիկ, չգիտեմ, արևածաղի հանդեպ կախվածություն են, դա արդեն այդ գիշերվա կախվածությունն է։ Նստել են կինո են նայում, երկար չէ, եւ գնա ժամ 10-ը գնա քնի, 11-ը գնա քնի ավելի լավ է։ Այն դից է գալ այդ կոնկրետ գիշերվա կախվածությունը։ Թե չէ բոլոր վատ սովորույթները արթնանալու են։ Ապրես, ինչքան սովորություն կա գցեք փորձել եք։ Ահա, ստացվում է որ ամենատարածված պատճառը դա սխալ արդեն սննդակարգն է, ինչպես ասացիք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեք, փաստորեն առավոտը արդեն սխալ եք սկսել ու հավանական է որ քաղցրով կամ ինչ որ վատ մթերքով էսպես ասած։ Գիշեր շատ կինոների դիմաց մի նստեք։ Ահա, իսկ ինչպես սկսել մենք մեր զրույցների ընթացքում խոսել ենք, ելի կանրադառնանք այդ հարցին, ինչ առողջ փոխարինիչներ կարող եք խորհուրդ տալ, իհարկե, եթե կարող եք, որպեսզի նվազեցնենք այդ պահանջը։ Նայեք, առողջ փոխարինիչը բարձր մրգերն են, մեղրը, խորման, բայց նաև ոչ սոված փորին։ Հացը գերանք։ Այսինքն էլի օրը չսկսել մրգով, մեկ խնձոր կամ բանանը լավ նախաճաշ չէ։ Մեր մի հատ երկու հատ ձուն գերանք, ինչ կա։ Կարևորը սպիտակուստինի արավոտը։ Երկրորդ երթին այս խոսքի մի հատ բանանդ կեր։ Կամ ձեր ասած վարսակի պատերի մեջ բանանը կդրդի, կամ հադաբդոններ դիր։ Այդ են սարքի, այդ են սպագիկո բանջը։ Կամ ձուն գերար, դից վարսակի պատերը մեղրը լցրու վրեն գեր։ Օրինակ դենց փագիկո գեսորին հաց կերար, վրից երկու հատ խորմա կերար։ Ինչ հաճելի է, մեղր կարելի է, բանան կարելի է, խորմա անգամ կարելի է հարգելի հերթակցել։ Շոկոլադով խորման հաշիվ է։ Սենց ասեմ, օրը garanք մի փոքր սենց ասենք դարը շաքարատեր ուտենք, բայց դարը շաքարատ ասել 85 բարձր։ Այսինքն ինձ որ ասում են 75% եմ ուտում, չէ, ինձ համար բան չի, դարը չի, 85 ու բարձր, սենց պիտի ուտես դառնությունը զգաս, ոչ թե քաղցրություն։ Եթե քաղցրությունը զգացիր, դա դարը շոկոլադ չի, անունը վրեն է։ Լավ, փորձենք։ Ուրեմն խոսենք նաև ստրեսի ու քնի որակի մասին։ Ես գիտեմ դուք բազմիցս նշում եք, որ դա խիստ պարտադիր է քնի որակը պահելը։ Ես ինքս որպես նյարդաբան միշտ դա պարտադիր ճշտում եմ։ Քնի որակը 6-ից 8 ժամ առողջ քնում են, թե ոչ, բայց եկեք դուք որպես այդ ձեր տեսակետից եւ ստրեսը եւ քնի խանգարումը, ինչպես է առաջինը մեր մարմնի վրա դրսեւորում։ Այ դուք ոնց եք տեսնում, որ այ էս չափորոշիչները արդեն մարդու պահանջով գանգատով զգում եք, որ ինքը կամ վատ է շատ քնում կամ մշտապես ստրեսի մեջ է։ Նայեք, ես սենց եմ ասում, ես կապում եմ երկուսը իրար հետ։ Այսինքն եթե մենք չունենք լավ քուն, մենք ունենք ստրես։ Իրար հետ կապված են։ Ստրես ինչա նշանակում կորտիզոլ։ Համաձայն եմ։ Ապրեք, ստրես ինչա նշանակում կորտիզոլ։ Կորտիզոլ ինչա նշանակում որովայնի ջարդ։ Կորտիզոլային փորիկ։ Ապրեք,
Այսինքն բոլորը իրար են կախված։ Առաջինը գալիս ենք ստրեսին։ Գա, չգիտեմ հայերենով երբ ասեն հուզմունքային ստրես, չգիտեմ աղջիկի մոտ դա լինում է հիմնականում, չգիտեմ բաժանվել անգերոջից, չգիտեմ ինչ ա եղել, այսպես օրինակ եմ ասում։ Ինչու՞ միայն աղջիկները։ Համարցիկ ստրես չեն տանում բաժանվել։ Ավելի շատ քասագերներ աղջիկներն են։ Ինձ հանդիպում են, էլի սենց եմ ասում։ Ուրեմն սենց ասեմ, եթե ձեր մոտ կա ինչ-որ ստրես, չեմ խոսում հիմի քնի նորմալ է, ինչ-որ մի հատ ուրիշ ստրես ունենք, չգիտեմ ընկերը մեզ թողել է կամ չգիտեմ ինչ ա եղել, ավելի լավ է։ Օրինակ եմ ասում, լավ եկեք սենց անենք։ Ավելի լավ զբաղվեք ուրիշ բանով, այսինքն ուժը մի դվեք քաղցրին, քաղցրը ձեզ ինչ-որ ժամանակավոր հաճույք է պատճառելու, այդ 20 րոպեից հետո դուք ավելի շատ անգում եք ունենալու ձեր դրամատուրգիան, քան ուրախությունը։ Ավելի լավ հելեք քայլեք։ Գնացեք մարզվեք։ Լավ ստրեսի Գիր կարդացեք, ցրեք ձեր մտքերը։ Այսինքն այս պարգևատրումը իդեմս շոկոլադի կամ քաղցրի շատ վատ պարգևատրում է, որը երկարատև մեզ չի պահի լավ։ Լքված կանանց։ Մանո, բայց դուք չասեցիք, փաստորեն, օրինակ նույն կորտիզոլային փորիկը կամ այն մարդիկ, ովքեր ուզում են նիհարել եւ դուք զգում եք, որ ինքը ամեն ինչ ճիշտ անում է, սննդակարգը պահում է, բայց չի նիհարում։ Կարող եք կասկածել, որ ինքը օրինակ քրոնիկ ստրեսի մեջ է։ Սենց ասեմ, Բիշկուի ջան, երբ որ հաջողորդը մտնում է այն մոտ, ես որովայնի շրջան երբ որ տեսնում եմ, կամ գրծքերի դրամարտի դեմը գրծքերի ձև երբ որ տեսնում եմ, միակամից սենց եմ անում, ասում եմ լիստդ գնացել անլիզներ դալու, որը բարդատիր ինսուլին դիմադրությունը, որտեղ նույն ձևի է բերում կորտիզոլը, վիտամին D-ն, երկաթի բագասը, այդ բոլորը այդ նույն ձևին սկսում են աշխատել։ Ուղարկում ենք, հասկանում ենք, ըստ դրա մեջ աշխատում ենք սննդով։ Շատ լավ։ Իհարկե գիշերվա քունը ասեցինք, որ շատ կարևոր է, եթե մենք չենք քնում, դա ստրես է։ Ստրեսը ասեցինք ինչեր է բերում, մեզ քաղցրի բան չա դալու, այսինքն մոդալը սենց ասեմ 70% մարդիկ ով որ են գաղվածություն կոնկրետ շաքարից, գա գալիս է իրանց սխալ քնից, այդ կամ բան կարամ ասեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ, այս փաստելը երևի կարևոր էր եւ նաեւ վերջում կուզենամ մենք խոսենք այն մասին, որ շատ դիետոլոգներ, հա, սննդաբաններ կամ մարզիչներ ասում են բացառապես պիտի չօգտագործես քաղցր, ինչպիսին է ձեր տեսակետը այս հարցում, ընդհանրապես չի կարելի թե էլի մի փոքր, այնպես ասցիք, օրվա ընթացքում 1 կտոր կարելի օգտագործել։ Ես դեմ եմ վերամշակված շաքարին։ Ես դեմ եմ դրան։ Բարդատիր։ Ընդեղ որ բնական բան գոյություն չունի։ Ընդեղ մենք ստանում ենք վնաս։ Կթվեք դրանք անվանումները, որ անուններ չեմ ուզում դա, բայց ասենք ինչ որ սենց ասեմ, ինչ որ մարդն է սարքել, եկեք սենց ասեմ, ինչ որ մարդն է սարքել, եկեք դրանից հեռու մնանք։ Տորթեր, խմորեղեն, մարդն է սարքել։ Լավ։ Վերջացավ։ Դա վերամշակված է արդեն։ Դրա մեջ ինչ ասես մտնում է, չէ՞։ Ասեք դաբակված ձետ, չգիտեմ ինչ լիքը բաներ է մտնում մեջ, կրեմներ այդ բաներս օրինակ եմ ասում։ Ասված մեզ դվել է մեղրը, ասված մեզ դվել է խուրման, ասված մեզ դվել է կակաոն, այո, մրգերը, ասված մեզ դվել է գերեկ։ Իհարկե չափավոր։ Ինչ ասեք, հետա լիքը ուտեք ասեք մանոնը ասել, չէ, չափավոր։ Շնորհակալ եմ շատ էլի հետաքրքիր զրույցի համար, հարգելի հեռուստադիտողներ, հուսամ, որ դուք ձեզ համար հետաքրքիր ինֆորմացիա եւ ամենակարևորը գրագետ մոտեցում լսեցիք այսօր, ինչպես կարելի է քաղցրը չափավորել, ինչպես ուշադրություն դարձնել քնի որակին եւ իհարկե կառավարել ստրեսը, որպեսզի շատ քաշ չավելացնեք եւ շոկոլադով չպարգևատրեք ձեզ, այլ հակառակը, ինչպես Մանոն նշեց, մարզվել, գնալ զբոսանքի, քայլքի, արագ վազելու կամ նույնիսկ ընթերցանությամբ փոխարինել քաղցրի պահանջը։ Այս պահին պատրաստել ենք այսքանը, գնացինք առաջ։